Աղոթքից առաջ ուզում եմ, որպեսզի մենք խորհենք հայտնության գրքի 5-րդ գլխի մի քանի համարների շուրջ։ Երեկվա շաբաթ օրվա մեր ժողովին որոշ խոսել էի այս թեմայով, սակայն ինչ որ մի բան կիսատ է մնացել եւ այսօր այստեղ եմ ուզում դա դրացնել։ Եվ աթոռի վրա նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսա, որ ներսևանց եւ դրսևանց գրված էր։ 7 կնիքով կնքված։ Եվ մի զորավոր հրեշտակ տեսա, որ մեծ ձայնով քարոզում էր. ով է արժանի բանալ այս գիրքը եւ սրա կնիքները լուծել։ Եվ ոչով ոչ երկնքումը եւ ոչ երկրի վրա եւ ոչ երկրի ներքևումը չէր կարողանում այն գիրքը բանալ եւ ոչ էլ նայել նրա մեջ։ Եվ ես շատ լաց էի լինում, որ ոչով չգտնվեցավ արժանի այն գիրքը բանալու եւ կարդալու եւ ոչ նրա մեջ նայելու։ Եվ երեսներից մեկն ասեց ինձ. լաց մի լինիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է, Դավիթի արմատը, որ գիրքը բանա եւ նրա 7 կնիքները լուծե։ Եվ տեսա եւ ահա այն աթոռի մեջ եւ 4 կենդանիների մեջ եւ երեսների մեջ մի գառն կանգնած մորթվածի նման, որ 7 եղջյուր ուներ եւ 7 աչք, որ Աստծո 7 հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։ Եվ նա եկավ եւ գիրքն առավ աթոռի վրա նստողի աջ ձեռքիցը։ Եվ երբ որ գիրքն առավ, 4 կենդանիները եւ 24 երեսները ընկնում էին գարի առաջին, ամեն մեկը ունեին քնարներ եւ ոսկի բուրվարներ խնկով լիքը, որ սուրբերի աղոթքն է։ Եվ նոր երգ են երգում եւ ասում. արժանի է սառնելու այդ գիրքը եւ դրա գնիքները բանալու, որովհետեւ մորթվեցար եւ քո արյունովը մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից եւ լեզվից եւ ժողովրդից եւ ազգից։ Եվ մեր Աստծո համար մեզ թագավորներ եւ քահանաներ արիր եւ երկրի վրա թագավորություն կանենք։ Եվ տեսա եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ 4 կենդանիների եւ երեսների 4 կողմովը։ Եվ նրանց համարն էր բյուրերի բյուրեր եւ հազարների հազարներ, որ մեծ ձայնով ասում էին. արժանի է մորթված գառն առնելու եւ զորություն եւ հարստություն եւ իմաստություն եւ կարողություն եւ պատիվ եւ փառք եւ օրհնություն եւ ամեն ստեղծված, որ երկնքումն է եւ երկրի վրա եւ երկրի տակ եւ ծովումը եւ նրանք ամենը, որ նրա մեջ են, լսեցի, որ ասում էին. աթոռի վրա նստողին եւ գարին լինի օրհնությունը եւ փառքը եւ կարողությունը հավիտյանս հավիտենից։ Եվ 4 կենդանիներն ասում էին. ամեն եւ 24 երեսները ընկան եւ երկրպագություն արին նրան, որ կենդանի է հավիտյանս հավիտենից։ Այս գլուխը ես ամբողջ ընթերցեցի եւ ուզում եմ, որպեսզի մի փոքր այս նկարագիրը նորից հասկանանք։ Ինչ է տեղի ունեցել երկնքում, երբ Հովհաննեսը այս ամենը գրում էր։ Եվ աթոռի վրա նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսա։ Մենք հասկանում ենք, որ աթոռի վրա նստողը Հայր Աստված ինքն էր, բայց իր ձեռքին մի գիրք կա։ Այդ ինչ գիրք է։ Հետագայից մենք արդեն իմանում ենք, որովհետև երբ որ գառը կնիքներից հերթով բացում է եւ 4 կենդանիների միջից լսվում են ձայներ եւ Հովհաննեսին ասում են եկ եւ տես, Հովհաննեսը գնում է եւ իրեն ցույց է տրվում ամեն կնիքը բացվելուց հետո ինչ պիտի տեղի ունենա։ Այսպիսով շուրջ այս 2000 տարվա կյանքի պատմությունը եւ հետոն էլ այդ գրքի մեջ գրված են։ Հասկացվում է, որ
Տեր Հիսուսի խաչվելուց հետո, երբ նա համբարձվեց երկինք, դրանից հետո մարդու կյանքի ողջ ընթացքը եւ պատմությունը նախապես շարադրված է մի գրքի մեջ։ Եվ ինչ որ այդ գրքի մեջ գրված է, ճիշտ այդպես էլ պիտի աշխարհը գնա։ Ոչ ոք չի կարող այդ գրքի միջի պարունակությունը, որ դարերի ու հազարամյակների համար է, թերևս որևէ ձևով շեղել եւ ուրիշ կերպ տանել, որովհետեւ արդեն իսկ այդ գրքի մեջ գրված է, թե մարդը երկրի վրա ինչպիսի ճանապարհ պիտի անցնի։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ զորավոր մի հրեշտակ մեծ ձայնով քարոզում էր եւ ասում. ով է արժանի բանալ այդ գիրքը եւ սրա կնիքները լուծել։ Պարզվում է, որ այդ գիրքը, որ կնքված է 7 կնիքով, պետք է անպայման բացվի, բայց բացող չկա։ Եվ ինքը Հովհաննեսն ասում է, ես շատ լաց էի լինում։ Դա նշանակում է, երբ որ հրեշտակը ասեց, ով կարող է բանալ սրա կնիքները, բավական ժամանակ անցավ եւ լուր էին երկնքում։ Ոչ ոք չէր համարձակվում եւ չէր ասում, ահա ես հիմա կգամ ու այդ կնիքները կքանդեմ։ Որովհետեւ ինքը Հովհաննեսն ասում է, եւ ես շատ լաց էի լինում, նշանակում է ժամանակ էր անցնում, չէ՞։ Ինքը լաց է լինում, որ ոչ ոք չկա, որ այդ գիրքը բացի։ Եվ ոչ միայն բացի կարդա, այլ նրա մեջ նայի։ Երեսներից մեկը ասեց ինձ, լաց մի լինիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է, Դավիթի արմատը, որ գիրքը բանա, եւ նրա 7 կնիքները լուծե։ Այսպիսով մենք իմանում ենք, որ Տեր Հիսուսի խաչի վրա մեր համար տարած հաղթանակը մի նշանակություն էլ ուներ, որ երկնքում Հայր Աստծո կողմից կանխատեսած ապագան միայն Հիսուս Քրիստոսը կարող էր այս գրքի մեջ, որ ամփոփված էր, բացել եւ տար մարդկանց կյանքի հնարավորություն եւ ժամանակ։ Եվ դա տեղի է ունեցել արդեն, որովհետեւ գարը մորթվել է եւ երկնքում է, իրավունքով մոտենում է, վերցնում է այդ գիրքը եւ կնիքներից հերթով սկսում է բացել։ Այդ կերպ կարող ենք պարզ հասկանալ, որ աշխարհի մարդկության ապագան քայլ առ քայլ Տեր Հիսուսն է, որ բացահայտում է։ Սակայն այստեղ մի բան էլ կա։ Աստծո խոսքը մեզ ասում է, որ ոչ ոք չէր կարող կարդալ այդ գիրքը։ Հիմա արդյոք մենակ Տեր Հիսուս Քրիստոսը ինքը պիտի կարդար այդ գիրքը։ Արդյոք միայն Տեր Հիսուս Քրիստոս ինքը պիտի այդ գրքի պարունակության մասին տեղեկություն ունենար։ Մենք իմանում ենք Աստծո խոսքից, Սուրբ Գիրքը մեզ դա շատ հստակ է ասում, որ երբ որ Պենտեկոստե օրը եկավ, եւ Տերը ասեց, որ նստեք Երուսաղեմում միջև վերին զորություն առնեք, եւ Աստծո Սուրբ Հոգին եկավ մարդկանց մեջ, աշակերտների մեջ, Հիսուսը նախորոք ասել էր, որ այդ Հոգին կգա, կխոսի անցյալի մասին, ներկայի եւ ապագայի մասին։ Եվ այդ նույն Հոգին Հովհաննեսի մեջ էր, եւ հիմա ինքը տեսիքներ է տեսնում, անգամ ասում է հոգում եղած ժամանակ ինքը վերևում է լինում, եւ ինչ որ ստացել է Աստծո ծառաներին է մատակարարվում։ Հետևաբար Աստված երբեք ոչինչ չի անում, եթե իր մարգարե ծառաներին չի ասում։ Նաեւ Աստծո խոսքն ասում է, որ Քրիստոսի վկայությունը, ով որ ունի, որ այդ վկայությունը մարգարեական հոգին է, կարող է բացահայտել այն ամենը, որ Աստծո հոգու խորքում է գտնվում։ Որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որ Աստծո Սուրբ Հոգին
քննում է, ինքը չի քննվում, եւ այսօր ինձ ու քեզ պատրաստ է այս գրքի բովանդակությանը, որ Տերը կնիկները բացում էր, պատրաստ է ինքս այս գրքի միջի բովանդակությունը մեզ հաղորդել։ Եվ այսպես միայն Աստծո որդին չէ, որ այդ գրքի մեջ կարող էր նայել, կարդալ։ Տեր Հիսուս Քրիստոս ինքը չի պահում մեզանից այդ խորհուրդները, մենք ենք տկար ու թույլ, որ չեն կարող Աստծո հոգուն տեղ տալով թափանցել այդ խորհուրդների մեջ եւ իմանալ մենք որ ժամում ենք ապրում, ինչ է սպասվում ապագայում։ Սիրելիներ, ես համոզված եմ, որ Աստծո հոգին, ինչպես Պողոս առաքյալն ասում է, շատեն քիչը կմարգարյանանք։ Մեզ բավականին աշխատանք մեր հետ տանելով, մեզ բավականին բաներ բացահայտել է արդեն։ Սակայն այնուամենայնիվ, մեր ներսի նախանձավորությունը ստիպում է մեզ, որ մենք գանք մի հանգրվանի, որտեղ գրված է, ամենքը Աստվածանից սովորած պիտի լինեն։ Մեզ չի բավարարում ամեն կերակի օր ինչ-որ սուրբ գրքից հատված լսել, աղոթել և գնալ մեր տները։ Մենք ունենք հայտնությունների կարիք։ Աստված իր զավակներին ուզում է հաղորդել այն խորությունները, որ այդ գրքի մեջ գրված են։ Հիշենք, որ Տեր Հիսուսը Էմաուսի ճանապարհին նրանց մտքերը բացեց, որ գրքերը հասկանան։ Մենք համոզված ենք, որ եթե Աստծո հետ ճիշտ եւ ներդաշնակ կյանքի մեջ լինենք, հարաբերության մեջ լինենք, Աստված մեր մտքերը առավել եւս կբացի հասկանալու գրքերը։ Եվ դրա համար ուզում եմ, որպեսզի մենք ամեն մեկս այսօր որ հավաքվել ենք Տիրոջ շուրջը իրեն կանչելու, հավաքվել ենք իրեն պաշտելու, մեկ անգամ եւս մեր մեջ այս հարցի պատասխանը փորձենք ստանալ։ Իսկ Տեր Աստված այս հարցի մենք ինչ ժամանակում ենք ապրում եւ ինչ անելու ենք։ Որովհետեւ ապրել ուղակի չիմանալով քո ժամանակը դու հնարավոր է վրիպես շատ բաներ։ Հիշենք Տեր Հիսուս Քրիստոսը Երուսաղեմի վրա որ լաց եղավ, այս խոսքերը ասեց։ Գոնե այս քո այցելության ժամանակը իմանայիր։ Լավ են մնացածը չգիտեիր։ Գոնե այս մեկը իմանայիր։ Որ ողջ հին կտակարանյան պաշտամունքը մատուցողների գերագույն նպատակը սա էր՝ հասնել Մեսիայի գալստյանը։ Եվ ահա եկել էր Մեսիան եւ իրեն չեն ճանաչում։ Ես վստահ եմ, որ Աստված մեր կյանքում ավելին է ուզում անել, մեր սահմանափակ հասկացողության շրջանակներից մեզ ուզում է դուրս բերել։ Նա ուզում է գործել մեր մտքի հոգու հետ։ Նա ուզում է բացահայտել իր ճշմարտությունները։ Եվ հիմա աղոթք անենք եւ խնդրենք թող Աստված իր խորհուրդներին մեզի հաղորդանի։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Աղոթենք։ Եվ այսպես սիրելիներ, մենք 5-րդ գլխում լսեցինք, որ երեսներից մեկը ասեց Հովանեսին. լաց մի լինիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայից ևիսն է, Դավթի արմատը։ Ով հաղթեց մարդը։ Դուք այստեղ չեք տեսնում, որ գրված լինի, որ ահա հաղթեց Աստված։ Աստված սատանային չի հաղթել։ Աստված սատանային հաղթելու կարիք չունի։ Աստծո արդարությունը ենթադրում է, որ ինչ որ ինքը Տերը դեր ժամանակին ասել էր Եդեմական պարտեզում, երբ որ հակառակորդը սատանան կարողացել էր Եվային հրապուրել,
եւ մեղքի մեջ քաշել, Տիրոջ հրահանգը հնչեց։ Ոչ միայն Եվայի սերունդ ունենալու վերաբերյալ, թե ինչպես պետք է ունենա ինքը զավակ, որ ասես ցավով պիտի բերես զավակ, նաև ասես, որ նրանից սնվածը պետք է սատանայի գլուխ ինչ անի, ջախջախի։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս սա հստակեցնել։ Խաչի վրա Աստված չի հաղթել սատանային։ Եվ այս սնված Դավթի սերունդից, Դավթի արմատը եղող Հուդայի արյուծ Հիսուս Քրիստոսն է հաղթել։ Մարդ, որը իսկապես ծնվել եւ աշխարհ է եկել, ինչպես Սուրբ Գիրքն ասում առաջին մարդը երկրից, երկրորդ մարդը Հիսուսը երկնքից։ Ուրեմն առաջինը սա պիտի հասկանանք, որ հակառակորդին հաղթել է պետք։ Եվ այդ հաղթանակը մեր Տերը տարել է մեր համար։ Շատ աթեիստներ, շատ անհավատներ, որոնք կասկածում են Աստծո խոսքի ճշմարտության մեջ, ասում են, բալավ, ինչու Աստված միանգամից սատանային չի ոչնչացնում։ Սեներ, Աստծո ծրագրի մեջ սատանային ոչնչացնելու խնդիր չի դրված։ Եվ թեպետ Տեր Հիսուսը հաղթել է խաչի վրա, բայց ողջ մարդկության համար այդ հաղթանակը շնորհվել է ձրի եւ մնում է մարդը հավատքով ընդունի այդ հաղթությունը։ Սա է, որ Աստծո արդարությունը ենթադրում է ամենքին հավատքով փրկելու։ Բայց միաժամանակ մենք կարդում ենք, որ հակառակորդին սատանային այդ պարտությունից հետո, որ բացահայտեց Տեր Հիսուսը մահվան եւ կյանքի խորհուրդը, որ մահը վերջը չի, որ կա հավիտենական կյանք եւ հոգի, ժամանակ տվեց սատանային։ Եվ Սուրբ Գիրքը մեզ ասում է այդ մասին, որ սատանան գիտի, որ իր ժամանակը կարճ է։ Հա? Ուրեմն մի ժամանակ տրվեց իրեն, որ այդ ժամանակի մեջ նա դեռևս կարող է գործել։ Բայց այս անգամ արդեն մարդուն էլ տրված է հնարավորություն պաշտպանված լինելու սատանայից, փրկված լինելու հակառակորդից եւ սա էլ արդար։ Որպեսզի մեզ համար պարզ դառնա, թե իսկապես այդ հաղթությունը հակառակորդի նկատմամբ ինչպես է եղել, ես ուզում եմ մի փոքր ետ վերադառնանք եւ հիշենք հակառակորդի պատերազմը երկնքում։ Եվ այդ մասին մենք կարդում ենք Հայտնության 12-րդ գլխի 7-ից 12-րդ համարներում։ Եվ պատերազմ եղավ երկնքումը, Միքայելը եւ նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, եւ պատերազմեց վիշապը եւ իր զորքերը, եւ չկարողացան դեմ կենալ, ոչ էլ տեղ գտնվեցավ նրանց համար երկնքումը։ Եվ վայր գցվեցավ մեծ վիշապը, այն առաջի օծը, որ բանսարկու եւ սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը, վայր գցվեցավ երկրի վրա եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցվեցան։ Եվ մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքումը. հիմա փրկությունը, զորությունը, թագավորությունը եղավ մեր Աստծուն, եւ իշխանությունը եղավ նրա օծյալին, որ վայր գցվեցավ մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսում էր նրանցից Աստծո առաջին ցերեկ եւ գիշեր։ Մենք առաջին հատվածից իմանում ենք, որ երկնքում պատերազմ է եղել։ Ում միջև է այդ պատերազմը եղել։ Այդ պատերազմը Աստծո եւ սատանայի միջև չի եղել։ Հասկանալի է։ Այդ պատերազմը հրեշտակի, Միքայել հրեշտակի, որ ուրիշ տեղ նաև հրեշտակապետ ենք մենք նկատում,
Եվ Սատանայի, որը նույնպես նախկինում հրեշտակապետ էր, ոչ միայն հրեշտակապետ էր, այլ ինչպես մենք կարդում ենք Եզեկիել 28-րդ գլխի 11-ից 18-ում, նա քերովբե էր Աստծո դրախտի մեջ։ Իր կարգավիճակով շատ ավելի բարձր էր։ Եվ այս քերովբեն երկնքում, երրորդ երկնքում, գրված է քո ստեղծված օրը դու կատարյալ ստեղծվեցիր։ Իմաստնագույն ու գեղեցկագույն էիր, մի արատ չկար քո վրա։ Մինչև այն պահը, երբ քո վրա գտնվեցավ մեղքը։ Անհնազանդությունը, սրա մասին ես խոսել եմ, որովհետև եթե նա իմաստնագույն հրեշտակապետ էր, քերովբե էր եւ կրակի կայծերի մեջ այդպես դրախտում էր գտնվում, նրա նմանը չկար, նա կարող էր տեղյակ լինել Աստծո ծրագրին, որ Աստված ուզում է մարդ արարի եւ իր գահին նստացնի։ Սա կարող էր իրեն գրգռել ապստամբության իսկապես, որովհետև ասեց. ես իմ աթոռը կդնեմ բարձունքներում, Աստծուն հավասար կլնեմ, Աստված կհռչակվեմ, բայց Տերը դա թույլ չտվեց։ Եվ այս ընթացքում մենք տեսնում ենք գործի են անցնում մյուս երկնային էակները։ Եվ այդ էակները Միքայել հրեշտակապետի հետ միասին, թե այդ ոնց է եղել այդ պատերազմ մանրամասնությունները չի նկարագրված։ Բայց պատերազմ բառը հուշում է ինչի մասին, որ երկնքի արքայության համար Միքայել հրեշտակապետը եւ հակառակորդը Սատանան մարտնչում էին իրար հետ, իրենց հրեշտակներով։ Եվ տեղ չգտնվեցավ գրված է երկնքում։ Եվ նրան անդունդը նետեց Աստված։ Այսինքն ինչպես նետեց Միքայել հրեշտակապետի հաղթությամբ։ Եվ Ծննդոց առաջի գլխում կարդում ենք անդունդի վրա խավար կար։ Սա ինչ է նշանակում, որ անդունդի վրա խավար կար, սա նշանակում է, որ անդունդում գտնվող հակառակորդներ ամբողջովին այդ անդունդի տերն ու տիրակալը։ Միտեղ, որտեղ չկար Աստծո ներկայությունը։ Եվ հենց այնտեղ Աստված ասում է լույս լինի եւ սկսում է իր արարչագործությունը։ Երբ Աստված սկսում է իր արարչագործությունը եւ երկրի վրա դրախտն է հաստատում, մենք տեսնում ենք, որ Ադամի պատճառով, որին հանձնարարված էր մշակել եւ պահել դրախտը, Ադամը թերևս մշակում էր եւ մշակելու մասին խոսք չկա, որ նա իր գործը թերի էր կատարում։ Բայց պահել դրախտը ոնց որ չէր ստացվել։ Նա պետք է դրախտը պահերումից, դաշտի գազաններից, որովհետև Եդեմական պարտեզը դաշտ չուներ, դա պարտեզ էր։ Դաշտի գազանը հակառակորդը Սատանան ինչ գործ ուներ դրախտում, բայց նա թափանցել աներ։ Արդյունքում մենք տեսնում ենք, որ հակառակորդը պարտություն կրելով երկնքում, որովհետև առաջին պարտությունը նա կրել էր երրորդ երկնքում, այժմ արդեն ինքը նետվել էր եւ գտնվում էր երկրորդ երկնքում, երկրորդ երկինքը որն էր, դա անդունդն էր, եւ հիմա ինքը երկրի վրա արդեն, ֆիզիկապես երկրի վրա, մինչ այդ ինքն իշխանություն ուներ երկրորդ եւ առաջին երեք երկինք կա։ Երկրորդ եւ առաջին երկնքում Սատանան իշխանություն ունի։ Ինքը պատտում է։ Իհարկե երրորդ երկինք չի կարող գնալ։ Եվ մենք կարդում ենք այդ մասին, որ հակառակորդը այնուամենայնիվ նա որ իր գլուխը պիտի ջախջախեր, նրանից ծնվածը որ իր գլուխը պիտի ջախջախեր, իր թիրախը ուղղել է Եվայի վրա։ Նրա նպատակն էր, որպեսզի արդեն իսկ Տիրոջ կողմից հայտարարված այդ միտքը, որ ապագայում պիտի լիներ,
Իսկ Տերը ինչ էր ինքը ասել, աճեցեք ու բազմացեք։ Աճելու բազմանալու այս խնդրում ինքը տեսնում էր, որ դա ով պիտի աներ, դա պետք է կնոջմով լիներ։ Եվ նրա նպատակն էր, եթե կնոջը մեղքի մեջ գցի, կաճեն կբազմանան, բոլորը իրեն հպատակներ։ Հասկանալի է։ Եվ եթե բոլորը իրեն հպատակվեն, արդեն իսկ ինքը հակառակորդի մտածելակերպը սա էր, հաղթած կլինի Աստծուն։ Հասկանում եք։ Սակայն մեղանչելուց հետո այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ ճիշտ հակառակը եղավ։ Աստված ասեց, որ դու հիմա ժամանակավորապես այդ հաջողությունը ունեցար, իսկ մենք Սուրբ գրքում կարդում ենք այդ մասին գրված է Հոբի գրքում, որ հակառակորդի հաղթությունը վայրկյան է։ Աստծո մոտ դրանք մի հատ ակնթարթ է։ Տերը ասեց, որ նրանից ծնված է, որ մտածում ես բոլորը մեղավոր են լինելու, այնուամենայնիվ նրանից ծնվածը քո գլուխը պիտի ջախջախի։ Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ խաչի վրա ամեն բան կատարեց, համայն մարդկության մեղքը վերցրեց իր վրա, Աստծո հայացքը մեզ ուղղվեց, որովհետև նա մեզ շատ է սիրում, եւ մեզ այսօր իր որդու արյան շնորհիվ իր զավակներն է համարում, Փարտիրոջը սրա համար։ Մենք Աստծո խոսքից իմանում ենք, Եփեսացիս թուղթը այլևս ասում է, որ չարը սատանան չի դադարել իր պատերազմը անգամ խաչելությունից հետո։ Ասեմ ձեզ նայել, որ երբ խաչվեց Հիսուսը, հակառակորդը երկրորդ երկնքից էլ զրկվեց։ Եվ Եփեսացիս թուղթը մեզ պարզ ասում է տեսանելի առաջին երկնքի տակ նրա ներգործությունների մասին։ Եփեսացից 6-րդ գլխի 10-ից 12-րդ խոսքը ասում է. Այսուհետև եղբայրները զորացեք Տերով եւ նրա զորության կարողությունով եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնակներին հակառակ կենալ, որովհետև մեր պատերազմը արյունի մարմնի հետ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են այստեղ գրված, բայց պետք է հասկանալ երկնավորների տակ են։ Ես ասել եմ այդ թարգմանությունում, որ ավելի ստույգ է ներկայացված, երկնքի տակ եղած չար ոգիների կամ ուժերի դեմ է մեր կռիվը։ Եվ նա այսօր ունի սահմանափակ կարողություն, եւ ավելին քիչ առաջ լսեցինք այդ հաղթությունը ինչով էր պայմանավորված, նա ձգվեց երկրի վրա։ Հիշում եք, երկրի վրա ձգվեց, բանսարկում։ Եվ դրա մասին հայտնության գրքում առավել հայտնի մենք կարդում ենք այդ մասին, երբ որ սա պայմանավորված է Տեր Հիսուսի խաչի վրա հաղթանակով, 13-րդ խոսքում 12-րդ գլխի հայտնության գրված է. Եվ երբ որ տեսավ վիշապը, թե վայր գցվեցավ երկրի վրա, ընկավ այն կնկա ետևից, որ արու զավակը ծնեց։ Եվ այն կնկան երկու մեծ արծվի թև տրվեցավ, որ թրջի անապատ իր տեղը, ուր որ կերակրվում է մի ժամանակ, ժամանակներ եւ կես ժամանակ, օձի երեսիցը։ Եվ հետո ներքևում մենք տեսնում ենք 17-րդ խոսքը. Եվ վիշապը բարգացավ այն կնկա վրա եւ գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ։ Ինչպես տեսնում ենք, Եփեսացիս թուղթը եւ հայտնության այս հատվածը խոսում է այն մասին, որ մինչև սատանայի կրակելիճը ձգվելը նա պատերազմներ ու կռիվներ ունի երկրի վրա։ Նրան ընդամենը Տերը կշղթայի 1000 տարով մի որոշ պահով, բայց հետո էլի ինքը կարձակվի։ Այլ կերպ նրա պատերազմելը երկրի վրա չի դադարելու, նա ընկած է մռնչող առյուծի պես, թե ում կուտա։ Եվ հիմա մեր անելիքը, այսօր մեր Տերը մեզ սովորեցրել է, որպեսզի իր ճանապարհով գնալով մենք փորձենք հասկանալ ինչ է արել ինքը մեր համար
Եվ ինչպես մենք կարողանանք մեր համար արվածը, որ մեզ տրվել է այդ փրկությունը ջրի, մենք ձեռքից չտանք։ Այսինքն մենք ինչ կռիվ ունենք հակառակորդի հետ մեր փրկությունը ձեռքից չտալու։ Նա ինչ է, նրա նպատակը ինչ է, գողն ինչ է անում, գալիս է գողանա, սպանի, կորցնի, ինչն է ուզում ինձանից գողանա, իմ փրկության հույսը, նա ուզում է գողանա իմ փրկությունը, և մենք հիմա փորձենք հասկանալ, թե ինչ եղանակով է ինքը դա ուզում անել։ Ընդհանրապես, երբ որ մենք կարդում ենք Ծննդոց գիրքը, այստեղ արդեն ամեն ինչ շատ կոնկրետ ասված է, պետք է Ծննդոց գիրքն ու հայտությունը իրար հետ ընթերցենք, որ շատ բան հասկանանք, հատկապես այս խնդրի վերաբերյալ, թե ինչ է վերջապես սատանայի ուզածը, ինչ է նրա ուզածը ընդհանրապես։ Ծննդոց 3-րդ գլխի 22-րդ խոսքից մենք լսում ենք. Եվ Եհովա Աստվածն ասեց. ահա Ադամ եղավ իբրև մեզանից մեկը, որ բարին և չարը գիտենա, և հիմա միգուցե իր ձեռքը մեկնե, և կենաց ծառիցն էլ առնե, և ուտե, և հավիտյան ապրի։ Ուստի Եհովա Աստվածը հանեց նրան Եդեմի պարտեզից, որ երկիրը գործե, որտեղից որ առնված էր, և արտաքսեց Ադամին և Եդեմի պարտեզի դիմացի կողմիցը, դրավ քերոբեներին և ամեն կողմ դարձած բոցեղեն սուրը կենաց ծառի ճանապարհը պահելու համար։ Ադամն ու Եվան մեղավոր են, և իմ Աստված ասում է սրանց դուրս անեմ Եդեմից, սրանք չպետք է լինեն այստեղ, որովհետև կյանքի ծառիցը հնարավոր է ուտեն, և հավիտյան մեղավոր լինեն, հենց որ ուտեն ու հավիտյան մեղավոր լինեն, էլ ես չեմ կարող փրկել իրանց։ Հասկանում եք։ Այսինքն ինչ էր սրա նպատակը։ Սրա նպատակը, որ հակառակորդը կարող էր այդ միտքը առաջացնել իրենց մեջ, որ կյանքի ծառիցն էլ կերեք, հետո նոր դուրս կգաք։ Դեստերը նոր հետո դուրս կանի այդտեղից։ Այդ միտքը կտար, թե չէր տա։ Կտար։ Կյանքի ծառից եթե ուտեին, այլևս Ադամն ու Եվան փրկություն չէին ունենալու, և նրանց սերունդը փրկություն չէր ունենալու։ Ինչ է թաքնված կյանքի ծառի գաղտնիքի մեջ, մենք մինչև վերջ չենք կարող բացահայտել։ Բայց մենք գիտենք, որ կենաց ծառը մեր Հիսուս Քրիստոսի հետ ասոցացվում է։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հայտնության գրքում մի տեղ կա գրված եկեղեցիներից մեկին, ով որ հաղթում է, ինչ կանեմ, թույլ կտամ կյանքի ծառից ուտի, որ դրախտի մեջն է։ Հիշում եք այդպիսի։ Կյանքի ծառից կուտեն, կմտնեն քաղաք այլևս։ Ուրեմն հակառակորդի նպատակներ, զարթուղի ճանապարհով, մեղավոր վիճակով, կյանքի ծառին տիրել և մտնել երկնային Երուսաղեմ նորից։ Հասկանում եք ինչ էր ուզում ինքը աներ։ Երրորդ երկինք մտնելու, մուտք գործելու և հավիտենապես մարդկությանը իր դեմ հանելու ծրագիր ուներ սատանան և ունի հիմա էլ։ Հիմա երբ որ մենք այս ամենը իմանում ենք, հակառակորդի կյանքի ծառից ուտելու փափագը մինչև հիմա էլ կա։ Բայց նրան չի հաջողվելու, որովհետև քերոբեները հսկում են այդ ճանապարհը։ Եվ այստեղ հարց առաջանում, ունի հակառակորդն արդյոք ուրիշ հնարավորություն մարդուն հավիտյան ապրել տալու։ Մեղավոր մարդուն, եթե այդ կյանքի ծառից չի կարում ուտի, հնարավորություն ունի կյանքի ծառից ուտելու էֆեկտը մարդու մեջ բերի և մարդը հավիտյան մեղավոր լինի։ Օրինակ, ֆիզիկապես ինքը այլևս չմեռնի, որովհետև Տերը ասեց հող էր, հողին դառնաս։ Բայց եթե ինքը ուտեր կյանքի ծառից, հող էր, հող էլ մնալու էր։ Հասկանում եք։ Այսինքն Աստծո այն ծրագիրը, որ Աստված մեզի, ինչպես Հիսուսի համար գրված է, Աստված մարմնով հայտնվեցավ, հոգիով արդարացավ,
եւ հետո ինքը համբարձվեց երկինք, մենք Սուրբ գրքից կարդում ենք Պողոսն ասում է երկնքի մարմինը ուրիշ է, հոգևոր մարմին կա, մարմին էլ կա, չէ, երկրավոր։ Հակառակորդը մարդուն էս տախտուկ մարմնի մեջ, էս հողի մեջ հավիտյան ուզում էր անասունի պես պահեր։ Հասկանում եք ինչ էր ուզում աներ։ Եվ նա այսօր մարդուն դրան էլ ուզում է վերացել, եւ մենք իր հանակները այսօր ձեզ պիտի ասենք։ Ինչա ինքը ընդհանրապես ծրագրում, երբ որ ինքը ուզում էր կյանքի ծառից ուտեր չի ստացվեն, բայց ինքն ուզում է կյանքի ծառ ստեղծի։ Եվ այդ կյանքի ծառ ստեղծելու ամբողջ իր հազարամյակներով անցնելով, իր խորհուրդը անօրինության, այսօր ինչ որ հաջողությունների հասել է։ Սա ձեզ հնարավոր է զարմացնի, բայց ես մոտենում եմ մի նյութի, որը առաջին անգամ եք լսելու դուք։ Սրա մասին թեթևակի ակնարկներ հնարավոր այն լինեն, բայց այն խորությամբ, որ ուզում եմ այսօր մատուցել, առաջին անգամ եք լսելու։ Մինչ այդ խնդրին գալը, որ սատանան ուզում է մեղավոր մարդուն այս հողե անոթի մեջ հավիտյան ապրելու կարողություն ստեղծի, նրա բջիջները չմահանան, նա այսօր արդեն կարողացել է հասնել նրան, որ ստանում է մարդու մարմնի տարբեր օրգաններ։ Ինքը ստանում է արհեստական եղանակով։ Նա հոգի չի կարող ստեղծել, բայց մտածում է, որ կարող է անընդհատ մեղավոր մարմնի մասերը փոխելով մարդուն շարունակաբար շնորհի երկարակեցություն։ Պիտի ասեմ ձեզ, որ մեղանչած Ադամի կյանքից մինչև ջրհեղեղ, որ գրված է մարդկանց մտածմունքը բոլորը չարեր, սա այն ժամանակ մի այնպիսի մակարդակ էր հասցրել հակառակորդը, որը մենք Նոյի օրեր ենք տեսնում, չէ, այն ժամանակ։ Դժվար է մեզ պատկերացնել այդ ինչ քաղաքակրթություն է եղել, բայց երբ տեսնում ենք, որ միայն Նոյն էր մնացել, շնորհ գտած, հասկանում ենք, որ հակառակորդը կարողացել էր ինչ որ իմաստով, մի քիչ այսօր հնարավոր է այս մասն էլ դժվար ընկալեք, մենք երկարակեցությունը մարդկանց պայմանավորում ենք ինչով։ Մարդկանց երկարակեցությունը պայմանավորում ենք, որ դեռ երկիր մոլորակը, կլիման, աշճանաբար էր ապականվում եւ մարդիկ կարող էին երկար ապրել։ Սա ունի իր մեջ ճշմարտություն։ Բայց ես նաեւ իմ կարծիքն եմ ասում։ Չէր բացառվում, որ ինչ որ երկարակեցության գաղտնիքի հասած լինեին արհեստական ճանապարհով։ Այսօր հնագետները բացահայտում են, որ դեռևս անհիշելի ժամանակներից կլոնավորման խնդիրը լուծված է եղել։ Սա նորություն չի, որ հիմա անում են, բայց անցնենք առաջ։ Առաջին քաղաքակրթությունը Տերը վերացրեց, որովհետև ասում է իրենց ծնունդից ի վեր չար էին։ Բարի, այն ինչ որ Աստված էր ծրագրել, այդ օրենքները խախտում էին իրենք։ Ոչ մի բնական Աստծուց կարգված օրենք արդեն չէր գործում, կարծես մարդկանց մեջ։ Երկրորդը մենք տեսնում ենք ջրհեղեղից հետո Բաբելոնի աշտարակաշինությունը։ Նեբրովթը իրեն Աստված հռչակեց։ Հենց այնպես Աստված չեն հռչակվում, գիտեք։ Դու պիտի կարողանաս ժողովուրդներին ապացուցել, որ դու իրանցից գերազանց ես։ Դու չես կարող մենակ ուժով գերազանց համարվես եւ քեզ ստիպես, որ Աստված որպես պաշտեն։ Եվ չարի ներգործությունը այս մարդու կյանքում էլ Նեբրովթի բելի վրա մեծ էր եւ նրան հաջողվել էր ողջ աշխարհին տիրել։ Աշտարակաշինել։ Ասում հասնենք Աստծուն, չէ՞։ Սրա սիմվոլիկ իմաստ ինչքան էլ հնագետները փորձեն աղյուսից պատրաստած այդ աշտարակի տարբերակները փնտրել եւ այլն, որ գրված է, իրականում նպատակը ուրիշ է։ Թե ինչ գիտելիքների են իրենք տիրապետել, որը Աստծուն անհանգստացրել է խիստ եւ քանդել է ու լեզուները խառնել է իրենց, մենք էլի այսօր չեն կարող ասել։ Բայց այս ապստամբությունները, երբ որ մենք տեսնում ենք տեղի ունեցել, այս վերջին օրերի մեջ մենք նկատում ենք երրորդ փուլը հակառակորդի։ Երբ որ առաջին երկուսում չի հաջողել,
Նա հիմա ինչ է անում։ Դանիելը մեզ զգուշացնում եւ երբ որ տեսնեք ավերածի պղծությունը սրբության տեղումը կանգնած, սարերը փախեք, չէ, լեռները փախեք։ Անօրինության խորհուրդն ասում է զորանում է, միջև մեջտեղից վերանանա, որ խափանում է իրան, որ իր ժամանակին գա։ Նա շտապում է, ները շտապում է, որ ինքը տիրի, ֆիզիկապես գա եւ ամբողջ աշխարհը հանի Աստծո դեմ։ Նա շտապում է, բայց գրված է, որ նրան խափանող կա, որ ինքը իր ճիշտ ժամանակին գա։ Խափանում է ինչի համար, ոչ թե որ չգա, այլ որ ժամանակին գա։ Եվ Տերը իր համար ժամանակ է որոշել։ Հայտնության գրքում գրված է, եւ տրվեցավ նրան այդ ժամանակը, որ ինչ ուզի անի։ Ինչ ուզի անի։ Ավելին կարող եմ ասել, Աստվածանից իրան թույլ տրվեցավ զորավոր մոլորություններ անելու։ Այն պատճառով, որ ճշմարտությանը չհնազանդեցին, հապա ստությանը։ Եվ նա սուտ հրաշքներով պիտի ժողովուրդներին մոլորեցնի։ Բայց դա տրվել է իրան, հասկանում եք, որովհետև չեն հնազանդել ճշմարտությանը։ Եվ հիմա մենք ապրում ենք այդ շրջանում։ Մենք ապրում ենք այդ շրջանում եւ ես ուզում եմ Սուրբ Գրքից հիմա ձեզ ներկայացնել Հովել Մարգարեության 2-րդ գլուխ։ Երեք խոսել եմ սրա մասին, մի փոքր նորից այսօր եմ ուզում խոսել։ Բայց մինչ այդ համարներին անդրադառնալը եկեք տեսնենք, թե մարդկության զարգացումը վերջին 20-21 դարում ինչքան թռիչք ապրեց։ Արդյունաբերության ու տնտեսության մեջ աստիճանաբար մարդու դերը գնալով պակասում է։ Արտադրության մեջ աշխատում են ռոբոտները։ Գյուղատնտեսության մեջ էլ մարդն այլևս շատ քրտինք չի թափում։ Մեխանիզմներ, ամենատարբեր տեխնոլոգիաներ մարդուն ավելի շատ մթերք ու եկամուտ են ապահովում։ Գնալով աշխատանքային process-ում մարդու դերը պակասում է։ Մարդը այն աստիճան է սկսել արդեն զարգանալ, որ այսօր անհանգստացած է։ Մենք արդյոք գիտենք, թե արհեստական բանականությունը մեզ ենթարկված կմնա, թե դուրս կգա հսկողությունից։ Շատ տեղերում արդեն դրա մասին խոսում են։ Հիմա եթե մտածում եք, որ արհեստական բանականության մասին Սուրբ Գրքում չկա գրված, եթե Աստված օգնի ձեզ, դուք դրանք իմանաք։ Նախ Հայտնության գրքում մենք կարդում ենք, որ նա պատկերին տվավ, որ խոսի է, հիշում եք։ Այսօր ցանկացածի տեսքով, ցանկացածի ձայնով խոսում է ինքը։ Մարդիկ մտածում են, որ դա ինչ որ այդ արկղն է անում, այդ մետաղն է անում։ Ոչ սեներ, ոգին է, որ գործում է։ Մարդկանց ուղղակի խաբում են եւ ուշադրությունը բևեռում են երկաթի ու բոլտու գայքի վրա։ Մի անգամ խոստովանեց, որ եղբայր սա, որ ես անում եմ այս գործը, հսկողությունից դուրս ենք գալիս, մենք սատանայի հետ գործ ունենք, ինքն ասել։ Բաներ կան, որ ես զգում եմ, որ իմ միտքն ինքն է կառավարում արդեն։ Այս քայլն են քայլը, որ ես անում եմ ու արդյունք եմ ունենում, ես մտածում եմ, ախր ես դա չէի կարող անեմ։ Այս ոնց ստացվեց։ Այն մտքերը, որ իրանք ընդունում են եւ նոր այդ ծրագրեր են կազմում, այդ ծրագրերի հեղինակներն են մարդիկ չեն։ Հասկանում եք։ Բոլորը գալիս է մի տեղից։ Հիմա եթե նախկինում եւ հիմա բացահայտ կերպով դա կա, որ մարդիկ ստեղծել են ռոբոտներ, մարդանման ռոբոտներ, եթե այսօր հնարավոր է սիլիկոնից են շատ դեմքեր եւ այլն պատրաստում, հասել են նրան, որ արդեն բիոռոբոտներ են հայտնվել։ Բիոռոբոտները դրանք արդեն միս ու արյուն ունեցողներ են։ Դուք փողոցում կքայլեք ու չեք իմանա, որ մարդու հետ գործ ունեք, թե չէ։ Այս մասին Սոնա իմ կին տեղյակ չէր, սրանից մոտ 1 տարի առաջ ինձ ասեց, երազ եմ տեսել։ Ասում եմ, մենք շրջում էինք,
Բայց մեր նման մարդիկ էին ասում, բայց ես տարբերեցի, որ սրանք մարդ չեն։ Ասում եմ, դու էլ սկզբից չտարբերեցիր, բայց հետո դու էլ սկսեցիր տարբերել։ Ոչ միայն այսքանը։ Եթե այսօր ռազմական արվեստում արդեն օգտագործում են ռոբոտներին, նոր անձնավորությունն ասում է 1 տրիլիոն, 1 տրիլիոն։ Դուք հասկանում եք, սա ինչ թիվ է։ Երկրի բնակչությունը ինչքան է։ 8 միլիարդ, չէ՞։ 1 տրիլիոն ես ռոբոտ կստեղծեմ երկրի վրա։ Բիոռոբոտներ։ Հիմա քիչ հետո ես կպարզաբանեմ, թե ինչ է սրա նպատակը։ Նրանք հոգի չունեն, չեն ունենա։ Բայց կա նաև երկրորդ տեսակը։ Այսօր հնարավորություն ունի գիտությունը մարդու ուղեղի մեջից իրան հանելու, իր անձը ու եսը խփելու հանելու, ահագին մեծ փորձարկում, եւ ուրիշին տեղադրելու։ Այսինքն մարդիկ գիտությունը հասել է նրան, որ մարդու ինքնությունն ու եսը, անձը ոչնչացնում է իր մեջ, դու որպես բիոլոգիական զանգված մարդ, եւ դու շիզոֆրենիկ ես դառնում։ Քո մեջ գալիս է ոգի, որը այլևս դու չես, բայց դու մտածում ես, որ դու ես։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Եվ սրանք սկսում են երկրներ կառավարել։ Երկրի վրա բարձր պաշտոններ ունենալ, որոնց կառավարում են։ Ալբանիայում արդեն ազգային ժողովի նախագահը կին ռոբոտ է։ Ասում են ինքը կոռուպցիա չի անում, ինքը կաշառ չի վերցում, ինքը լրիվ օրենքները իր մեջ պրոգրաման տվել ենք, ինքը աշխատում է մաքուր։ Մենք շուտով իշխանության բոլոր ռեսուրսները կտանք այդպիսիներին, մարդը, որովհետև ինքը ապականված է, իսկ իրանք մաքուր են։ Հասկանում եք, մարդը թույլ է տալիս, որ իրան կառավարի ռոբոտը այլևս։ Եվ այս վիճակը Հովել մարգարեության մեջ կարդում ենք գրվածը։ Տիրոջ գալու օրը, ինչու է կոչվելու բարկության օր, ինչի է կոչվելու խավարի ու մեգի օր։ Բարեբախտաբար ինչ որ հիմա կարդում ենք, սա լինելու է հափշտակությունից հետո, միանգամից հանգիստ լինենք։ Մենք հափշտակվելու ենք, նորից բացահայտ երևույթները ինչ որ կկարդամ սկսելու են, բայց արդեն իսկ մոտեցել ենք մի շեմին, որ շատ արագ փոխվելու է ամեն բան։ Ուստի նաև հափշտակությունն է լինելու ակնթարթորեն։ Տիրոջ օրը եկել է, որ մոտենա։ Խավարի եւ մեգի օրը, ամպի եւ մառախուղի օրը, ինչպես որ արշալույսը տարածվում է սարերի վրա, մի բազմաթիվ եւ զորավոր ազգ է գալիս, որի նմանը չի եղել Հավետենից եւ նրանից հետո էլ չի լինել, մինչև տարիները դարես դար։ Հիմա ուշադրություն։ Մի զորավոր ազգ է գալիս, մի բազմաթիվ ժողովուրդ են գալիս, որի նմանը չեն եղել, երկրի վրա այդպիսիները չեն եղել, սա նորություն է։ Սրանք սովորական մարդիկ են, կտեսնենք, որ ոչ։ Նրա առաջին կրակը պիտի ուտե, սրանց առաջին կրակը պիտի ուտե, եւ նրա ետևիցը բոցը պիտի այրե։ Եդեմի դրախտին պես կլինի երկիրը, նրա առաջին, իսկ նրա ետևից ամայի անապատի պես եւ մեկ ազատված անգամ չի ունենա։ Միջև այստեղ բացատրեմ, նոր անցնեմ առաջ։ Դուք գիտեք, որ Տիրոջ գալը լինելու է հետեւյալ կերպ, որ գրված է, երբ ասեն խաղաղություն եւ ապահովություն։ Երբ մարդկությունը ռոբոտներով արդեն կոմունիզմ կկառուցի եւ ինքը կնստի մենակ կվայելի, ինքը այլևս բնակարան մտնելու համար դրան դու ինչպես հիմա այդ ծրագիրը կա, դրանն ասում են բացվիր, բացվում է, ծորակին ասում են թող ջուր գա, ամ հրահանգ են տալիս, իրանց ձայնն ճանաչեցնելով իրանց տունը կառավարում են։ Հասկանում եք։ Կառավարում են ամեն էլեկտրականություն եւ այլն։ Հիմա դե պատկերացրեք, երկրի վրա կոմունիզմը հաղթել է։ Մարդիկ ապահով են, չկա տերոր, չկա պատերազմ։ Լինելու է դա թե չէ։ Գրված է 3.5 տարին առաջի եւ երկրորդ 3.5 տարին ների կառավարման տարիներին։ Այդ խաղաղություն եւ ապահովություն, որ երկիրը դրախտի պես է լինելու,
արած են լինելու հենց այս բիոռոբոտները։ Բայց սատանան այնքան նենգա, որ այս բիոռոբոտներին, որ ինքը ստեղծել է, հանելու է մարդկության դեմ, ոչնչացնելու համար մարդկությանը։ Հասկանում եք։ Եվ հենց այստեղ է, որ մարդը իր զորու չի լինելու այլևս, եւ Տերն է գալիս։ Եվ մենք կարդում ենք բարկության օրը, Տիրոջ օրը խավարի ու մեգի օրը, գալիս է ինչի համար, դարձյալ անհնազանդներին պատժելու եւ հակառակորդի ողջ զորությունը, ինչ որ ինքն արել էր, այդ մակարդակի բերել հասցրել էր, ոչնչացնում է այս բոլոր տեխնոլոգիաները։ Ձիերի կերպարանք է նրանց կերպարանքը, եւ ձիավորների պես պիտի վազեն, կառքերի ձայների պես սարերի գլխին ոսվոստում են։ Այսօր տեսնում եք չորեքտա, չէ, զենքերի տեսակներ են ստեղծել բան, չէ։ Դե դուք պատկերացրեք այդ ամբողջ ռոբոտները, ընդ որում շատ հետաքրքիր է, որ նրանք որպես մարդ արարած արտաքինից նման են, բայց մարդ չեն, որովհետև գրված է կառքերի ձայնի պես սարերի գլխին ոսվոստում են հարդ ուտող կրակի բոցի ձայնի պես, հարդ ուտող կրակի բոցի ձայնի պես, այն որ կրակը սկսում է խոտել կամ փետը ճաճտալ են, ատրճանակի կրակոցի ձայն լսում եք թե չէ։ Ուրեմն նրանք գալիս են իրանց արջևից, այդ ձայնը գալիս է ոնց որ կրակը հարդը կուտի, համեմատում է այս բանի հետ։ Եվ այստեղ ներկայացված է։ Մի հզոր ժողովրդի պես, որ շարված է պատերազմի, ժողովրդի պես, մի հզոր ժողովրդի պես, որովհետև Հովհաննեսը տեսնում է մարդ են իրենք։ Ինքը չի կարող տարբերել, չէ՞ արտաքնապես, ասի որ սրանք մարդ չեն, բայց զարմանալի նկարագիր է տալիս։ Նրանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները։ Ուրեմն սա ուրիշ տեսակ է, չէ՞։ Ժողովուրդները տագնապելու են։ Բոլոր երեսները ետ քաշեն գույնը, զորնավորների պես պիտի վազեն, պատերազմի մարդկանց վեր պիտի ելնեն պարսպի վրա, եւ ամեն մարդ իր ճանապարհով պիտի գնա։ Պրոգրաման տրված է, չի կարող աչուձախ շեղվել։ Հասկացանք։ Իր ճանապարհով պիտի գնա։ Եվ պիտի չփոխեն իրենց շավիղները, եւ մեկն իր ընկերին պիտի չհրե, ամեն մեկն իր ճանապարհով պիտի գնա, եւ եթե զենքի վրա են ընկնեն, պիտի չվիրավորվեն։ Ոնց որ տեսնում եք, հստակ ծրագիր է իրանց մեջ աշխատում, եթե մարդիկ նույնիսկ վազեն, շարվեն, գնան եւ այլն, մի բան կխախտվի, չէ՞, բայց նրանց մոտ չկա դա։ Որտեւ գործում է հստակ հրահանգն ու օրենքը, այն ծրագիրը, որ իրանց մեջ գործում է, սա է իրենց առաջ տանում։ Եվ ասում եմ, եթե զենքի վրա ընկնեն, վնաս չպետք է կրեն։ Այդ ո՞ր մի մարմինն է, որ զենքի վրա ընկնի չկրի վնաս։ Եվ հիմա հետաքրքիր է շարունակությունը։ Քաղաքումը պիտի վազվազեն, պարսպի վրա պիտի վազեն, վեր պիտի ելնեն տները, պատոհաններով ներս պիտի մտնեն գողի նման։ Ցանկացածի տուն անպաշտպան լինել։ Ռոբոտը ցանկացած տեղից կարող է մտնել տուն։ Հասկանում եք։ Իր համար արգելք չկա։ Պատոհանն ինչ է իր համար, որ տեղում ներս չգա։ Նրանց երեսիցը երկիրը պիտի դողա։ Երկինքը սարսե, արեգակն ու լուսինը պիտի խավարվին եւ աստղերը ետ քաշեն իրանց լույսը։ Այսինքն այն որ ֆիլմերում հոլիվուդյան հանում են ռոբոտների պատերազմ եւ այլն, դրանք օդի մեջի ծրագրեր չեն, խոսքեր չեն, դրանք իրականություն են լինելու։ Եվ երբ որ այլևս մարդկությունը ստեղծած կլինի այդ ամենը, իսկ այդ այդ զալատոյ միլիարդ, որ ասում են, ինչի համար են ասում։ Ասում են մենք ստեղծենք այս ռոբոտները, սրանք այդ մնացած 7 միլիարդի հարցը կլուծեն, մենք կմնանք մենակ։ Հասկանում եք, սա է սատանայի խորհուրդը, որպեսզի երկրի վրա ինքը թագավորի, տիրի եւ հասնի մի վիճակի, որ մարդուն այս մարմնի մեջ կարողանա հարատև կյանք տալով, ինչ անի, Աստծո դեմ պատերազմի շարունակություն ունենա։ Իհարկե հիմա մեզ ասածս ծիծաղելի կարող է թվալ, թե հակառակորդը միթե չգիտի, որ իր ժամանակը կարճ է,
Ինչի է այսքան բան անում, իմանալով, որ մեկը պարտված է։ Սեներ, չարը ինքնաոչնչացման բնավորություն ունի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Նա չի կարող ինքն իրեն պահպանելու այդպես մեծ գաղափար ունենալ, էլի։ Միևնույն է ինչ էլ որ անի, ինքն իրենից, ասում ես քո միջից կրակ կհանեմ։ Հիշում եք այդպեսի համար կա։ Հիմա վերջի խոսքը, որ ես այստեղ Հովել մարգարեությունից ուզում եմ կարդալ, սա է։ Եվ Տերը պիտի տա իր ձայնը իր զորքերի առաջին, որ շատ մեծ է նրա բանակը, որովհետև զորավոր է իր խոսքը կատարողը, որովհետև մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ ով կարող է դիմանալ նրան։ Այսպիսով մենք տեսնում ենք Տիրոջ օրը, երբ որ Տերը պիտի գա, ամբողջ աշխարհի այս չարությունը, հակառակորդի ողջ ջանքերը, ինչ որ ինքն արել էր մարդկությանը ոչնչացնելու համար, չի հաջողելու։ Տերը նրան հազարամյակից նախորդին կապելու է, երկիրը փոխելու է բնությունը, հազարամյա թագավորությունը սկսվելու։ Եվ քանի որ մենք հիմա լսեցինք հայտնության գրքում, որ մլաց մի լինիր, ահա Հուդայի առյուծը Դավիթի արմատը հաղթեց, եւ նրանք երգում էին 24 երեսները, քնարները իրենք նվագում էին, արժանի ես առնելու փառքը, զորությունը, կարողությունը եւ այլն, որովհետեւ մեզ համար մորթվեցիր եւ մեզ գնեցիր ամեն լեզվի, ցեղից, ազգից եւ ժողովրդից եւ քեզ հետ 1000 տարի կթագավորենք երկրի վրա։ Հիշում եք այդ խոսքերը, որ մենք լսեցինք հայտնության գրքից, որ ես դա ներկայացրի։ Ուրեմն սերներ Սուրբ Գիրքն ասում է դուք սատանայի հնակները չիմացողներ չեք։ Եկեք նորից մի հատ ամփոփենք։ Երկիրը դրախտի պես կլինի, խաղաղություն, ապահովություն կլինի։ Բայց սատանայի հնակները իմացողները իրենք չեն ենթարկվի եւ չեն ընդունի իր կնիքը։ Ովքեր Քրիստոսի վկայություն ունեն, Քրիստոսի վկայությունը մարգարեական հոգին է, այդ հոգին իրենց կպահի եւ կզորացնի եւ երբեք իրենք չեն մոլորվի, միայն իրենք կտարբերեն դիմացինը ով է։ Որովհետեւ պատահական չի գրված, որ Աստված մի պարգևել է որոշել իր ժողովրդի համար, որը կոչվում է հոգիների զանազանության պարգև։ Տեսեք ինչ ռեսուրսներ ունենք մենք, բայց ցավոք մարդը դեռ այս խորությունը չի հասկացել։ Ես նկատի ունեմ Սուրբ Հոգով մկրտվածներից մասին է խոսքը։ Տերը թող օրհնի սերներ, ես հիմա մոտենում եմ իմ խոսքի ավարտին, բայց ուզում եմ մի հատ էլ աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Խնդրենք Տիրոջը, որպեսզի Տերը մեզ բացի հիմա մեր ճիշտ ժամանակը, որ պահին ենք ապրում։ Այսպիսով սիրելիներ, այս մի հատվածը, որ ես ուզում եմ ձեզ ներկայացնել, սա է, իմացիր քո ժամանակը։ Ուրեմն ակնարկ եղավ արդեն, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որի մեջ հայտնության գրքի բազմաթիվ բաներ տեսնում ենք կատարված արդեն։ Խոսքի սկզբում հիշեցրեցի, որ մեր ժամանակը լավագույնս հասկանալու համար մեզ պետք է ինչը, այն գիրքը, որ կնքված էր, որ Հիսուսը բացել է, այդ գիրքը դրա մեջ եղածը հասկանանք։ Չէ՞, այնտեղ գրված է այս ժամանակները եւ միջև վերջ։ Եվ ակնարկ արեցինք, որ մենք կարող ենք այդ գիրքը կարդալ կամ հասկանալ, միայն երբ Սուրբ Հոգին մեր մեջ սկսի գործել։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինելու երեխան։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինելու։ Ինչու չի լինելու, սա իմ կարծիքն է։ Որովհետև այսօր Եվրոմիություն, աշխարհի քաղաքակրթվածության ինչ որ մակարդակ կա, դե դուք պատկերացրեք, հենց որ ասեցի տեխնոլոգիաների այսպիսի զարգացվածության մակարդակ կա, սատանան չի ուզի, որ ամբողջը քանդի նորից եւ նորից բերի ինչ որ մի վիճակի, որ հասնի իր նպատակին, բայց ինքը տեղական պատերազմներ թույլ կտա։ Տերը ասել է այդ մասին, կլինեն պատերազմներ, բայց գլոբալ երրորդ համաշխարհային չի լինելու, որովհետև նա տեղեր ունի, որ շատ հսկում է եւ արդեն Իրանն են, դրան զեր չի տալու։ Նրանք, ովքեր որ իր ստեղծած օրենքներով
իր հրահանգներով չեն ապրի, չեն շարժվի, այդ տեղերում պատերազմներ կլինի, որպեսզի իրեն անհնազանդ երկրներին բերի հնազանդության։ Այն գլոբալիզացիա անվանումը, որ համահարթեցում է նշանակում, եւ դեմոկրատիայի անունի տակ աշխարհը լուսավորելու ձգտումը, որ արևմուտքը փորձում է այսօր անել, ինչ որ իմաստով կարող է եւ հաջողել։ Եվ այսօրվա գիտության նվաճումները ամբողջովին պիտի նպաստեն մի նպատակի, որ աշխարհի մարդկությունը միայն մտածի կոմֆորտի ուտելու եւ իր աշխարհի կյանքով ապրելու մասին, Աստծո անունը հանեք ձեր մտքերից։ Աստծո մասին մի մտածեք, կեղծ կուրքեր ինչքան ուզում եք պաշտեք, կենթանի աստվածապաշտություն այլևս չի ուզում ինքը հակառակորդը տեսնել երկրի վրա։ Միշտ էլ չի ուզել, բայց հիմա առավել եւս։ Եվ քանի որ այդ մենք կարդում ենք, որ նրա գալու նախորդին աշխարհը պատրաստվում է եւ թղթադրամները կվերանան եւ կնիկ եւ թիվ եւ այլն մարդկանց ընդհանրապես սովորեցնեն, որ անասունի պես ուտեն գնան աշխատեն, համարակալել եւ այլն, այդպիսի մի հատ բան ինքը ստեղծելու արդեն, մարդկանց դա բավարարելու, ասելու մենակ կռիվ չլինի, փորս կուշտ լինի, տաք լինի, վերջ, ամեն ինչ իմ համար ինձ կոմֆորտ ապահովեք, այդ ինձ ինչ Աստված։ Եվրոպան վաղուց արդեն հրաժարվել է։ Այն որ հիմա Մարտին Լյութերը Եվրոպայում բողոքական շարժում էր սկսել եւ տարածվել էր Ամերիկայում եւ այլն, այն առաջի սերունդը գոյություն չունի, վաղուց մարդիկ այլևս բողոքական չեն, դա տարկա մնացել է տեղը։ Աստվածպաշտություն չկա։ Հասկանում եք։ Անունը կա, բայց չկա արդեն բովանդակությունը։ Առաջի Թեսաղոնիկեցից 5:3-ում մենք կարդում ենք. Վասնզի երբ որ կասեն, թե խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը, ինչպես ցավը հղի վրա, եւ նրանք չեն պրծնել։ Ուշադրություն դարձնում եք, որ այստեղ գրված է նրանք։ Իսկ դուք եղբայր խավարում եք, որ այն օրը գողի պես ձեզ վրա կհասնե, դուք ամենքդ լույսի որդիք եք եւ ցերեկի որդիք, գիշերինը չենք եւ ոչ խավարինը, ապա ուրեմն չքնենք ուրիշների պես, բայց արթուն եւ զարթուն լինենք, որովհետեւ նրանք որ քնում են գիշերն են քնում, նրանք որ արփում են գիշերն են արփում, իսկ մենք ցերեկին լինելով արթուն լինենք, հագած հավատքի եւ սերի զրահը եւ փրկության հույսի սաղավարտը, որովհետեւ Աստված մեզ չդրավ բարկության համար, այլ փրկությունը ստանալու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով, որ մեզ համար մեռավ, որ թե արթուն լինենք եւ թե քնենք, նրա հետ մեկտեղ ապրենք։ Սրա համար իրար մխիթարեցեք եւ իրար շինություն տվեք, ինչպես անում եք։ Ուրեմն մենք բարկության համար չենք որոշված։ Եվ եթե դուք այսօրվա քարոզը ուշադիր լսեցիք, ես էսխատոլոգիկ, այսինքն Քրիստոսի երկրորդ գալստյան վերաբերյալ եւ ելի շատ հարցերի վերաբերյալ վարդապետական հիմնադրույթներ ձեզ ներկայացրի, որոնք եթե խորքային առումով նայենք, ովքեր որ հետաքրքրված են վարդապետությամբ, պիտի հայեմատեն իրենց ունեցածի հետ եւ կտեսնեն, որ մենք երբեք այդ ուղղությունը չենք վերցել, որ ների ժամանակ երկրի վրա ենք լինելու, ինչպես ուրիշներն են ասում։ Այստեղ ասում է, բարկության համար չենք որոշված։ Ճիշտ է։ Ուրեմն Տերը մեզ երկրից վերցնելու է։ Եվ նոր դրանից հետո այն ամենն է տեղի ունենալու, ինչ որ լսեցինք։ Ուրեմն սեներ հայտնության գիրքը սկսեցինք Հիսուսի հաղթելով։ Հետևաբար նաև ներքևում ասում է, բայց նրանք ինչով հաղթեցին։ Իրենց վկայության խոսքով, գարան արյունով, եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Շեշտադրումը կրկին մենք անում ենք սրա վրա, որ եթե վկայության խոսք Սուրբ Հոգու մեր ներսից չունենանք, սա հրամայական է, գիտեք, Աստծուց։ Հեշտ ու հանգիստ մեզանից ամեն մեկը մոլորվելու է։
Սա որ չլինի, մեզ պետք է եռանդը մեր, մղումը մեր, փափագը մեր ավելի ու ավելի շատանան այս օրերի մեջ։ Ես չգիտեմ, թե որքանով հաջողվեց ինձ ձեր մոտ առաջացնել այդ միտքը, որ դուք սկսեք մտածել ձեր համար, որ դեռ հարցեր կան, ինչքան կարևոր բաներ ասեց եղբայրը, որ դեռ իմ կյանքում չի եղել։ Բայց հավատացեք, ձեներ, ազատվեք ձեր նախկին մտածելակերպերից, ձեր աստվածպաշտական բավարարվածությունից, սթափվենք եւ ավելի այս ամենի մասին խորհենք, որովհետեւ շատ արագ փոխվելու է ամեն բան։ Ես չեմ ուզում նորից խոսել աշխարհաքաղաքական իրողությունների մասին, բայց շատ զարմանալի բաներ են տեղի ունենում եւ պրոգնոզներ կան։ Դրանց մասին էլ չեմ ուզում ասել, բայց մեր համար թող անակնկալ չլինեն այն ամենը, ինչ որ 1 տարի հետո, 2 տարի հետո կամ 5 տարի հետո, եթե կենանք եւ Տերը եկած չլինի, անակնկալ չլինի այն ամենը, ինչ որ տենալու ենք դեռ։ Թող Տերը փառավորվի։